Շնորհավոր։ Ինչը։ Վերջի զանգն է այսօր։ Բայց մենք փոքրան շուկով երկուսով սոք, հա, 3-2-1։ Շնորհավոր։ Մենք էլ ենք շրջանավար։ Մենք էլ շնորհավորում ենք ձեզ։ Առաջին հանրապետության օրը մեծ թվով հյուրեր էր բերել Հայաստանի տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի։ Ինչպես կազմակերպիչներն են ասում, օրը նաև տոնական է շրջանավարտների համար, քանի որ այսօր տոնվելու է մեգա վերջին զանգը։ Մենք ասում ենք մեգա վերջի զանգ, բայց օրն է պատահական ընտրված չէ։ Ընտրել ենք մայիսի 28-ը, առաջին հանրապետության անկախության օրը։ Սա յուրահատուկ մեսիջ է մեր շրջանավարտներին, որոնք մեծահասակների կյանք են մուտք գործում, որպեսզի պատասխանատու կերպով մոտենան հայրենիք, անկախություն, ինքնիշխանություն հասկացողությանը, որպեսզի դա լոկ խոսքեր չլինի։ Պաթոսային ոչ մի տեքստ այսօր բեմից չի լինելու։ Անհավանական, երաժշտական մեծ հրավառությունն է նվիրվում բոլոր գյումրեցիներին, իրապես ուրախ եմ, ու են էլ ինչ օր, առաջին հանրապետության օրը ֆանտաստիկ է։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ է ամեն ինչ անցնում, մտնոլորտը շատ լավն է։ Վերջին զանգը իրականություն դարձավ Գյումրիում, արդեն հարազատ դարձած կատարումներ եւ հազարավոր հյուրեր, որոնք հայրաքաղաքի ուղիղ սրտում էին։ Հրաց Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Այ որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում, քայքայվում էր, ու մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման process-ը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվել։ Բա մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Այս մասին կառավարության մայիսի 29-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարսանեկան միջոցառմանը, որը տեղի էր ունեցել մարզահամերգային համալիրում։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև եկեղեցիների հետ կապված խնդրին։ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հորդորել է եկեղեցիների համար ստանդարտներ սահմանել։ Այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։ Ես օրինակ զարմացա մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղավ, աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանում եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից բումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Սենց այս մտածողությամբ, հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի
տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նույնիսկ այդտեղ աղ պալեցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Մայիսի 29-ին ժամը 1-ից 1:15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ եւ հանդես եկել ելույթով։ 1918 թվականի այսօրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը, հիմնելով Հայաստանի առաջին հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին, առաջին հանրապետությունը անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա, դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառության եւ ազատության ինքնիշխանության սկզբունքների հենարան։ Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մեր քաղաքացիների ազատության եւ ինքնության պահպանման պետական հիմնքերի ամրապնդման։ Առանց նվիրյալների, առանց առանձին մարդկանց անձնուրաց եւ հայրենանվեր աշխատանքի, առանց պետության աջակցության եւ համատեղ պայքարի անհնար կլիներ հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները եւ առաջ շարժվել։ Այս նշանակալի օրը մենք նորովի արժևորում ենք մեր պետականության հիմքերը եւ այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով ամրապնդում են մեր հանրությունը։ Ձեր աշխատանքը լի պատասխանատվությամբ, գիտակցումով ու հետևողականությամբ պետականորեն բարձր գնահատականի արժանանում, որովհետև այն ծառայում է հանրային բարիքին, ազգային առաջընթացին եւ ընդհանուր նպատակներին։ Հայաստանը հզոր պետություն դարձնելու ճանապարհը սկսվում է հենց այսպիսի մարդկանցով, իրենց մասնագիտությանը նվիրված համեստ ու տոկուն աշխատանքով, ովքեր գիտեն, իրական արդյունքը ձևավորվում է ամենօրյա ձգտման ու շարունակական ջանքի շնորհիվ։ Անկախ նրանից, դուք աշխատում եք պետական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտում, ձեր ներդրումը մեծ արժեք ունի մեր հասարակության եւ պետության զարգացման գործում։ Ուժեղ եւ կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը եւ ձգտում է լինել ավելի արդյունավետ, ավելի բանիմաց, ավելի պատրաստական։ Թող այս պարգևները լինեն ոչ միայն գնահատանքի նշան, այլև նոր ներշնչման աղբյուր։ Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագիրն ավարտվեց, այն իրականացվում էր Գյումրիում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Եվրամիության ֆինանսավորմամբ։ Հայտարարված էր դրամաշնորհային բաց մրցույթ, որին պետք է դիմեին համայնքները եւ 2022 թվականի վերջին
ի թիվս այլ համայնքների դրամաշնորհային ծրագրին դիմեց նաև Գյումրին եւ հաղթեցին Գյումրի եւ Կապան համայնքները միանալով այս մեծ ցանցին, որտեղ շատ բան է արվում համայնքները ավելի ճիշտ դիրքավորելու եւ միջազգային կազմակերպությունների հետ հստակ աշխատանքային մեխանիզմներ մտածելու, նաև զարգացման տնտեսական ակտիվության ուղղությամբ Գյումրիի պարագայում թիրախավորվեց մշակութային զբոսաշրջությունը եւ սկսեցինք երկար ճանապարհ մշակելու այն ենթածրագրերը, որոնք պետք է իրականացվեին Գյումրիում։ Ենթածրագրերից մեկն ուղղված էր զբոսաշրջության ոլորտին։ Անհրաժեշտ էր տվյալներ հավաքագրել եւ հանձնել համայնքապետարանին, ներկայացնելով թե ինչի կարիք ունի Գյումրին, որպես մշակութային քաղաք դիրքավորվելու, ինչ գործողություններ պետք է իրականացնի պետությունը, համայնքը։ Ելակետային տվյալների հավաքագրման եւ մեխանիզմների ստեղծման ենթածրագիրներ, որը հետազոտական բնույթ է կրում եւ իրականացրել է Սիվիտա գիտահետազոտական կենտրոնը, որի արդյունքում Գյումրին ունենալու է հագեցած մեխանիզմներ եւ հնարավորություններ հաշվելու տուրիստական պոտենցիալը Գյումրու, վերլուծելու սեփական ենթակառուցվածքների նորովի թարմացումների անհրաժեշտությունը եւ հնարավորություն է տալու նաեւ այդ գործիքակազմից օգտվելու այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են տվյալ ոլորտում։ Մյուս ենթածրագրով ստեղծվել է բաց տվյալների բազա հարթակ, որտեղ ամբողջացվում է պահանջված ինֆորմացիա Գյումրիի մասին։ Ստեղծվեց visitgyumri.info կայքը, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին նախապես մինչև Գյումրի գալը ուսումնասիրել ինչ կարելի է Գյումրիում ուտել, ինչ պատմամշակութային վայրեր կարելի է այցելել, թատրոնում ինչ է կատարվում, թանգարաններում ինչ է կատարվում, որտեղ կարելի է մնալ, եթե մտածում են տեղափոխվել Գյումրի, ինչ աշխատանքային հնարավորություններ կան։ Ծրագրով կարևորվել է նաև արհեստի եւ արվեստի ոլորտների հանրահռչակումը։ Ընտրել են 15-ից բարձր տարիքի պատանիների եւ երիտասարդների վերապատրաստել որպես դարբիններ։ Հաշվի առնելով մեծ միջազգային հետաքրքրությունը դարբնության նկատմամբ, հաշվի առնելով հանգամանքը, որ հին Ալեք Պոլում արհեստավորական համակարգություններից ամենամեծ դարբնագործների արհեստավորական համակարգություններ, մենք ենթածրագիր ներկայացրեցինք կարճաժամկետ դարբնության ուսուցման ծրագիր Գյումրիում, նպատակով շահագրգռել երիտասարդներին եւ տանել արհեստանոցային միջավայր, ցույց տալ ինչ է դարբնությունը, ակնկալելով, որ նրանք ճանաչելով կսիրեն այս արհեստը եւ կշարունակեն։ Ծրագրով նախատեսել էին 10 երիտասարդի, բայց ընդգրկվեց 25-ը, հաջողությամբ ավարտեց 18-ը։ Նրանց հետ աշխատել են գյումրեցի 5 տոհմիկ վարպետներ։ Վստահեցնում են կան երիտասարդներ, որոնք անպայման ընտրելու են դարբնությունը։ Դարբնի գործը շատ կարևոր է, որպեսզի չմահանա այս արվեստը։ Ցավոք սրտի քիչ են սովորողները, բայց շահագրգռել։ Ծրագրով նաև մի շարք այլ գաղափարներ են գեներացվել։ Ասլամազյան քույրերի պատկերասրահի նկուղում ստեղծել ազատ ստեղծարար գոտի, իսկ Մհեր Մկրտչյանի թանգարանը կենսագրականից վերածել ֆիլմայինի։ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները ահաբեկչության դեմ պայքարում, տնտեսական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում եւ Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի բարգավաճմանը եւ ավելի շատ հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ գործակցության համար։ Ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղության համար, ասված է Թրամփի նամակում։ Ադրբեջանին ուղերձ է հղել նաև ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն ողջունել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Վաշինգտոնը նաև հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում մամուլի ազատության պաշտպանությանը, նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Մոսկվան հետաքրքրված է, որ Երևանի եւ Բաքվի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Անդրեյ Բելոուսովը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա հավատացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ Բելոուսովը կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում ակտիվացել են արտատարածաշրջանային երկրները, որոնց նպատակը նախարարի խոսքով ոչ թե անվտանգության ամրապնդումն է, այլ տարածաշրջանում ազդեցության ընդլայնումը։
Տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան եւ Պակիստանը քաղաքական եւ բարոյական աջակցություն են տրամադրել Ադրբեջանին։ Այսօր կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը, շեշտել է Ալիևը։ Նա նաեւ գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարևոր դեր են խաղացել տարածաշրջանում եւ դրանից դուրս էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ռազմավարական նշանակություն ունեն տրանսպորտային միջանցքները, որոնք անցնում են Ադրբեջանով եւ Թուրքիայով կապելով Ասիան-Եվրոպայի հետ, հավելել է Ալիևը։ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կայունություն եւ բարգավաճում կհաստատվի։ Մենք 3 եղբայրական երկրներ ենք, ամրապնդում ենք կապերը բոլոր ոլորտներում, աջակցում ենք մեր գործակցությունը ռազմավարական գործընկերության վերածելու քայլերին, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Շահբազ Շարիֆն էլ բարձր է գնահատել Իսլամաբադ-Բաքու կապերը, շեշտել երկու երկրներն աջակցում են իրար Ղարաբաղի, Քաշմիրի եւ Հյուսիսային Կիպրոսի հարցերում։ Բերլինը կֆինանսավորի Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը եւ կաջակցի հեռահար զենք ձեռք բերելու հարցում, որոնցով ուկրաինական ուժերը կկարողանան թիրախավորել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները։ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Զելենսկին էլ նշել է, Կիևը պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով Ստամբուլում կամ այլ երկրում։ Նա հայտնել է, որ Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Կիևի պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զանգահարել է Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն, քննարկելու հրադադարի եւ Զելենսկի-Պուտին հնարավոր հանդիպման հարցը։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները սպասում են պատասխանի, հավելել է Զելենսկին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ Թրամփի հատուկ ներկայացուցիչն էլ հայտնել է, որ Վաշինգտոնը ստացել է հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը։ Այժմ սպասում ենք նմանատիպ փաստաթղթերի Մոսկվայից։ Դրանք ուսումնասիրելուց հետո բանակցությունների եւս մեկ փուլ կանցկացվի։ Հնարավոր է Ժնևում, հավելել է Քիթ Քելոգը։ Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ տնտեսական բոլոր պատժամիջոցների չեղարկման մասին, ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Բացառություն են կազմել անվտանգության ոլորտի հետ կապված սահմանափակումները։ Այս որոշման նպատակն է աջակցել սիրիացի ժողովրդին վերամիավորման, ներառական եւ խաղաղ Սիրիայի վերականգնման գործում, նշում է եվրոպական կողմը։ Միևնույն ժամանակ ԵՄ իշխանությունները երկարաձգել են Բաշար Ասադի ռեժիմի հետ կապված անձանց եւ կազմակերպությունների դեմ պատժամիջոցները։ Ավելի վաղ հակասիրիական պատժամիջոցների մեծ մասը չեղարկելու մասին էր հայտարարել նաև Վաշինգտոնը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն փոխադարձ ծրագրերին մասնակցելու, ուսանողական հավաքներ, գիտական սեմինարներ իրականացնելու Սպահանի տեխնոլոգիական համալսարանում։ Մայիսի 27-ին առաջին անգամ միջազգային համագործակցության հուշագիր է ստորագրել Կապանի մասնաճյուղը, այն էլ Իրանի Իսլամական Հանրապետության Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հետ։ Պատմական իրադարձությունը գործընկերային հարաբերությունների հաստատման նպատակ ունի։ 2024-ին Իրան կատարած պաշտոնական այցից հետո որոշվեց փաստաթղթով ամրագրել բարեկամությունը։ Այն հնարավորություն կտա երկու բուհերի միջև փոխ գործունեության խորացմանը, գիտելիքների փոխանակմանը, գիտական եւ ուսումնական գործընթացներում փորձի փոխանակմանը։ 12 մասնագիտական մասնաճյուղ, 10-ից ավելի մասնագիտություն, շուրջ 500 դասախոս ունի տեխնոլոգիական համալսարանը, որը տարածքով եւ գիտական ոլորտի զարգացման մեջ ունեցած ներդրումով Իրանի խոշոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է։ Հաշվի առնելով, որ Կապանը հանքարդյունաբերական քաղաք է, հուսով ենք Հայաստանից մեզ մոտ նաեւ ուսանելու կգան, նշում է համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահը։ Նման հուշագրերը համալսարանների ուսանողների շրջանում ավելի մեծ եռանդ, հետաքրքրասիրություն ու հետագա համագործակցության ցանկություն են առաջացնում։ Բնականաբար այդ ամենը կնպաստի նոր գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև մեկը մյուսի ձեռքբերումներին ծանոթանալուն։ Դասախոսների եւ ուսանողների համար ոլորտը բարելավելու նպատակով երկկողմ հանդիպումներ կկազմակերպվեն։ Հուսով եմ հուշագիրը կնպաստի համալսարանի, քաղաքի ու Հայաստանի զարգացմանը։
Կապանում հյուպատոսարանի բացման նպատակներից մեկն էլ երկու երկրների միջև մշակութային գիտական ոլորտում համագործակցությունն ակտիվացնելն էր։ Հյուպատոս Մորթեզա Աբեդինի խոսքով փորձի փոխանակման տեսանկյունից լավ հնարավորություն է, հատկապես որ Կապանում այս ոլորտի ուսհաստատություն կա։ Իրանը հզորացել է ուսանողների, շրջանավարտների, գիտնականների շնորհիվ։ Բոլոր ասպարեզներում մեր պետությունը պատրաստ է հարևան երկրների, առավել ևս Հայաստանի Հանրապետության, որպես լավ բարեկամի հետ կիսվել ձեռքբերումներով։ Հուսով եմ սա կլինի առաջին քայլը երկու համալսարանների հետագա համագործակցության համար։ Հավատացած եմ, ամեն երկրի ճակատագիրը ուսման ու կրթության մակարդակից է կախված։ Հյուրերը ներկա գտնվեցին լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում մասնագիտությամբ ավարտական աշխատանքների պաշտպանությանը, եղան նաև հանքարդյունաբերության և մետալուրգիայի ուսումնական լաբորատորիայում, ծանոթացան տեղի հնարավորություններին։ Կցանկանամ, որ սա լինի առաջինը, բայց ոչ վերջինը։ Կարծում եմ, սա մեզ կտա և գիտական առումով վերելք, և ուսումնական առումով վերելք, և ինչու չէ նաև տարածաշրջանում կբարձրացնի մեր բուհի համբավը, կունենանք դրանով ավելի շատ ուսանողներ, կապահովենք ուսանողական դիմորդների աճ, քանի որ ես կարծում եմ, որ մեր համալսարանը, մեր մասնաճյուղը, բացի այն, որ տալիս է կրթություն, նաև ստրատեգիական խնդիր է լուծում Սյունիքում, որովհետև եթե գոնե տարեկան ընդունելության մեջ գոնե ունենանք 50-ից 60 դիմորդ, ուրեմն համոզված եղեք, որ 50-ից 60 երիտասարդ կմնա Սյունիքում և կծաղկեցնի մեր Սյունիքը։ Սպահանի տեխնոլոգիական համալսարանի տեխնիկական հագեցվածությունը, գիտական մակարդակը անհամեմատելի բարձր են, բայց տասնամյակների պատմություն ունեցող մեր մասնաճյուղը նույնպես փորձում է հետ չմնալ նորարարություններից, հավաստիացնում են պատասխանատուները, հյուրերին ներկայացնելով փոքր, բայց ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիան ու կրթական հաջողությունները։ Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին։ Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։ Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ։ Դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։ Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներկից և ակնառու տարբերությունը։ Նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է Souvenir Money Offer Mini, Հայաստանի հուշանվերային թղթադրամ գրառումը։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն և մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին։ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ 2 ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից մտել բնակարան ու գողացել են 1 բնանկար և 1 դիմաքանդակ։ Հետագա միջոցառումներով պարզվեց սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններով կատարված միակ գողությունը չէ։ Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս 1 նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր։ Ու սա էլ դեռ բոլորը չէր։ Մեկ ուրիշ անգամ էլ նույն հանգամանքներում տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը։ Դիմաքանդակը, բնանկարը, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են։ 50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում վարպետության դասը վարում է կամերային երաժշտության մասնագետ, դաշնակահար, մանկավարժ Շահան Արծրունին։
Ամերիկահայ արվեստագետն աշխատում է դպրոցի բոլոր բաժինների աշակերտների հետ, նրանց փոխանցելով երաժշտական նոր մտածողություն եւ կատարողականության նոր մոտեցումներ։ Ես նկատեցի, որ դակավին հոս երաժշտական մտածելակերպը 30-40 տարի առաջվա սովետական մտածելակերպն է։ Ադիկա չնշանակեր, որ սովետական մտածելակերպը վատ է, ոչ, սակայն կարևոր է ունենալ նոր տեսանկյունները դիտված, այսպես նվագումը, որպեսզի երաժշտության գաղափարը ավելի ընդլայնվի դղուն գլխուն մեջ, որպեսզի անվերջին կարենա ընդրություն մոնել, թե որը գնախնդրե։ Արևելյանը այստեղի ոճով սորվեցված է, թե ոչ արևմուտքի մոտեցումի երաժշտությանը։ Դաշնակահարը գործնական դասերից բացի հարստացնում է աշակերտների տեսական գիտելիքները, ներկայացնելով երաժշտության պատմության մասին հետաքրքիր ու արժեքավոր տեղեկություններ, խորհուրդ է տալիս բեմական ճիշտ կեցվածքի վերաբերյալ։ Սովորում եմ դաշնամուրային բաժնում արդեն 5 տարի։ Ես վարպետաց դասերից հասկացա շատ լիքը բան, օրինակ ոնց պետք է նվագել եւ հասկանալ արագությունը երաժշտության։ Մեր երեխաները մեծ ողջավորություն ապրեցին վարպետության դասերից, մանկավարժական կոլեկտիվը նույնպես, քանի որ այսպիսի հանդիպումները խիստ անհրաժեշտ են եւ մանկավարժական կոլեկտիվի համար սա փորձի փոխանակում էր։ Տարբերվող դասապրոցեսը տարբերվող մեթոդներով էր։ Շահան Արծրունին Հայաստանի երաժշտական դպրոցներում վարպետաց դասեր անցկացնում է 2017 թվականից Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, արդեն 6 անգամ այցելել է Հայաստան դասավանդելու եւ ելույթներ ունենալու։ Շատ քաղաքներ կան, բնականաբար Հայաստանի մեջ, ուր չեմ գտնված եւ նպատակ ունիմ այդ քաղաքներն այցելելու եւ իմ պաշարս, իմ գաղափարներս անոնց փոխանցելու։ Գավառի երաժշտական դպրոցում բանախոսությանը զուգահեռ կայանում է նաև դաշնակահարի համերգը, ծրագրում հայ կին կոմպոզիտորների, նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններն են։